Ռոբերտ Քոչարյանը ըստ էության դեմ է արտահայտվում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերին, ասում է, որ դա Հայաստանի համար ոչինչ չտվող փաստաթղթեր են, զրո նշանակություն ունի։ Այդ իմաստով նոյեմբերի 9-ի փաստաթուղթը երազանքի փաստաթուղթ է։ Ես մտածում եմ, եթե ինքը մտածում է նոյեմբերի փաստաթուղթը երազանքի փաստաթուղթ է, ուրեմն ես իրան չեմ տեսել, որ դուրս գա նոյեմբերի 10-ին, կարծեմ, չէ՞, դեպք եղավ, նոյեմբերի 10-ին դուրս գա փողոց, ասի այ անասուններ, այս ինչ եք անում, այս երազանքի փաստաթուղթն չի եք մտել ազգային ժողով, ինչի եք բանը, մի հատ շուտ գնացեք տներով, ես ձեր ինչն եմ ասել։ Օրինակ ինքը չի արտահայտվել, չէ, ամսի 10-ին չի դուրս եկել փողոց, չի պաշտպանել այդ նոյեմբերի փաստաթուղթը, եթե մի բանը լավ էր, ուրեմն նոյեմբերի 11-ին էլ էր լավ, 12-ին էլ էր լավ, ինչի էին իր կողմնակիցները այդքան քարկոծում այդ նոյեմբերի փաստաթուղթը, իսկ ինչ են հիմա այսքան բանալա հասկանալի չի, մանավանդ որ ոչ թե լավի ու վատի մասին է խոսքը, այլ ինքը ասում է երազանքի, դե երազանք, այդ մարդը երազում է ինչ որ բաներ, որը ես չեմ հասկանում։